Խնդրեմ անդրադառնալ ձեզ վերագրվող այն ձայնագրությանը, տեսանյութին, իշխանական ներկայացուցիչները դա տարածում էին, նշում էին, որ տեսեք, Ավետիք Չալաբյանը փորձում է ճնշում գործադրել բիզնեսմենների վրա եւ նաեւ հայտնում են, որ հնարավոր է դուք առաջիկայում ձերբակալվեք։ Ես երկու բան ես ասում, էլի, նախ զարմանում եմ ինչու են իշխանական ներկայացուցիչները խոսում ձերբակալման ու կալանավորման մասին, երբ որ դա իրենց լիազորություն չի։ Իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն, ընտրությունները վերջան ես ինքս եմ դիմելու իրավապահ մարմիններին, որովհետև սա մեր կյանքի մեջ եւս մեկ անգամ անձեռնամխելիության միջամտություն է։ Ով է դա ձայնագրել, ով է դա տեսագրել, լուսանկարել եւ այլն, ընդդեմ ոնց որ տեսել եք այդ նկարները, ձմեռ եղած, հա։ Ձայնագրությունը ակնհայտ կեղծիք է, մի անգամից կարող եմ ձեզ ասել, երեք մենք հայտարարությամբ ենք հանդես եկել։ Իմ ձայնը կարելի է կեղծել, իմ ձայնը կարելի է կեղծել, իմ ձայնը կարելի է կտրտել, մոնտաժ անել, իմ ձայնը դուք հակված։ Հիմա ձեր ձայնն է, թե ուղղակի կտրված։ Չեմ իմանում, ընդհանրապես ասած պետք է հասկանալ դրա աղբյուրը, դա ինչ աղբյուր է, այդ ով է ձայնագրել, ինչի են ընտրություններից մի օր առաջ գցել շրջանառության մեջ ակնհայտ վարքաբեկիչ նպատակներով։ Պահին ում հետ եք հանդիպում ունենում։ Չէ, մենք իսկապես դեսպանության ներկայացուցիչների հետ հանդիպում ենք ունեցել, դա իսկապես ճիշտ է, ես հաստատում եմ, որ մենք իրանց հետ գործնական շփումներ ունենք եւ ծանոթացման բնույթի հանդիպումներ իրանց հետ մարդիկ բարբերաբար մեզ Չէ, Ռուսաստանի Դաշնություն բարբերաբար մեզ հրավերներ են ուղարկում իրանց միջոցառումներին, բան եւ այլն, այսինքն ստանդարտ հանդիպումներ։ Բայց այն ինչ որ այնտեղ խոսվում է որպես այդպեսին, դա պետք է բարձել դու այդ ամեն ինչը սարքել։ Հասկանում եք։ Չէ, բնականաբար իհարկե չէ։ Բնականաբար։ Ես նույնիսկ եմ ասում, մենք միանգամից այդ որ լսեցինք, ասեք մոնտաժված է, այլ ասում եք դուք չեք ասել նման մտքեր։ Իհարկե չէ, մտքերի մի մասը կարող է ասել եմ, մտքերի մի մասը, բայց ես ինքս դա իմ համար ինչ որ շարքային խոսակցություն ա եղել ճանաչողական բնույթի հետ մարդկանց հետ։ Իրանց հանդիպել ենք, խնդրել են, ասել մենք ուզում ենք ձեր հետ ծանոթանանք, հանդիպել ենք, խոսացել ենք իրար հետ, հրաժեշտ ենք տվել ու դրանից հետո այդ մարդկանց չեմ էլ տեսել ընդհանրապես։ Իրանք բարբերաբար ասենք հրավերներ են ուղարկում իրաց միջոցառումներ, մայիսին ես հունիսի 10-ը։ Ուղղակի հարցը սա է, հիմա դա արհեստական բանականությամբ են օրինակ սարքել, Այդ պետք է սարքողներին գտնել, ու հարցնել, ես դուք ոնց եք սարքել։ Ես նորից եմ ասում ձեզ, ես չեմ հիշում, քանի որ դա շատ վաղուց տեղի ունեցած խոսակցություն է։ Չէ, քանի տարի չէ, ինձ թվում է այս տարվա սկզբին, ձմեռը, ձմեռային շորժովը չէ, մի դա ինչ-որ շատ շարքային խոսակցություն է եղել, անհետևանքել է այդ մարդկանց, ծանոթացել ենք, հանդիպել ենք, դրանից հետո հրաժեշտ ենք տվել, իրենք չենք տեսել ընդհանրապես այդ մարդկանց, որովհետև տեսանք ինչ-որ բաներ, էլի լուրջ բան չունեն ասում ես։ Բայց մեկ էլ ընտրությունից մի օր առաջ մեկ էլ հայտնվում է այդ տեսագրությունը, ճնշումներ են գործադրվում, բան, ասես մի հատ բանով էլի սարսափով։ Ես լսել եմ այդ ամեն ինչ, ընդդեմ միջոց ճնշման մասին խոսք էլ չկա ընդհանրապես ոչ մի։ Ես ընդհանրապես ասած բացարձակ դրանից չեմ անհանգստանում, բացարձակ չէ։ Ես ընդհակառակը ինքս վաղ գնալու եմ դիմեմ իրավապահ մարմնին, որպեսզի գտնեն այդ կեղծիքի աղբյուրը, որտեղ արդեն երկրորդ անգամ այս նույն բանը մեր հետ տեղի ունենում։ Մենք անձեռնմխելիություն ունենք մեր մասնավոր խոսակցությունների, գնում ես նստում ես ռեստորանում մարդկանց հետ խոսում ես, մեկ ինչ-որ բան է դրա հիման վրա թխում էլի։ Մի հատ էլ իր բանով, շնորհակալություն։